Թեև երջանկահիշատակ Հայկոյի և Հասմիկ Կարապետյանի բաժանումից անցել են երկար տարիներ, միևնույն է, նրանց արդեն նախկինում մնացած հարաբերությունները շարունակում են հետաքրքրել հանրությանը, պարբերաբար հայտնվել քննարկումների կենտրոնում, ի հայտ են գալիս նոր մանրամասներ։ Այս անգամ էլ համացանցում տարածվում է մի տեսանյութ, որն արված է 2000 թվականին։ Դեռ այդ ժամանակ Հայկոն ու Հասմիկ Կարապետյանը գտնվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում և մրցանակաբաշխություններից մեկի ընթացքում հանդես էին եկել որպես հաղորդավարական զույգ։ Ի դեպ, իր խոսքում Հայկոն նշում է, որ ինքը շատ ուրախ է, որ Հասմիկի հետ առաջին անգամ բեմ է բարձրանում Միացյալ Նահանգներում։ Բարի երեկո տիկնայք և պարոնայք։ Good evening, ladies and gentlemen. Այսօր ես ուրախ եմ նախ, որ 2000 թվականին իմ սիրելի Հասմիկի հետ առաջին անգամ Միացյալ Նահանգներում բեմ եմ բարձրացել։ Եվ մենք ուզում ենք ներկայացնել We're here to present the best popular album of the year for our foreign guests, and the nominees are Հայկոյի հնարավոր չէ։ Վարդան Զադոյանին շնորհակալություն Հասմիկին, Հայկոյի տիկնոջը, իմ կնոջը Իդային։ Երգչուհին նշել էր, որ շատ լավ և վառ մանկություն է ունեցել, մեծացել է ջերմ և ուշադիր ընտանիքում։ Հասմիկ Կարապետյանը որպես երգչուհի իր առաջին քայլերն արել է արձագանք երգի ստուդիայում, որտեղից էլ ճանաչում է ձեռք բերել հանրության լայն շրջանակների կողմից։ Սակայն ինչ-որ պահի արձագանք ստուդիայի կատարողներին հրաժարվել են եթեր տրամադրել, և դա բավականին բարդ փուլ է եղել այդ արտիստների համար։ Խոսելով այդ շրջանի մասին, Հասմիկը նշել էր, որ ինքը միշտ շնորհակալ է լինելու ստուդիայի հիմնադիրներ Արտավազդ Բայաթյանին և Եղիշե Պետրոսյանին իրեն կայանալու հարցում աջակցելու համար, սակայն միևնույն ժամանակ երգչուհին ասել էր, որ ինքը տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում ներքին խոհանոցում և միայն հետո է իմացել այդ մասին։ Այստեղ կարևոր չէ որն է որակով արձագանք ստուդիան, թե երգի պետական թատրոնը, երկուսն էլ հզոր կառույցներ էին, իրենք իրենց ձևով տալիս էին գեղեցիկ լսելի երաժշտություն, դա արդեն մարդկանց ճաշակների տարբերությունն էր, ով ինչ կլսեր։ Հասմիկ Կարապետյանը կյանքի ինչ-որ մի փուլում ապրել և ստեղծագործել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև այդ ժամանակահատվածին, և երգչուհին խոստովանեց, որ իր կյանքի այդ հատվածը բավականին հուզիչ է։ Իրականում իմ կյանքի այդ հատվածը շատ հուզիչ հատված է, շատ վառ է միաժամանակ, շատ բացասական, և շատ ինձ մեծացրին այդ 2 տարիները, երբ ես բնակվում էի Միացյալ Նահանգներում, քանի որ առանց իմ ընտանիքի ես դեռ ոչ միտեղ չէի գնացել, և ինքնուրույն դառնալու առաջին փորձերն էին այդ ժամանակ։ Լավ տարիներ էին, որովհետև ես ինքս ինձ ճանաչեցի ավելին, քան ճանաչում էի, ավելի ինքնուրույն դարձա։ Ես հասկացա, որ կարող եմ գնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, և անգլերենի իմացությունն այնքան էր, որ իմ ուժերով ընդունվեցի քոլեջ, այնտեղ հասցրել եմ բժշկուհի աշխատել, և կարևորն այն է, որ առաջին ձայնասկավառակը ստեղծվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Թեմայի մասին խոսելիս Հասմիկը նաև նշել էր, որ այդ տարիներին ինքը և այդ ժամանակ իր նշանածը երջանկահիշատակ երգիչ Հայկոն բնակվել են իր մորաքրոջ տանը։ Մհերը իր խոսքում նշել էր, որ գիտի, թե որքան ճնշող տարիներ են եղել այդ 2 տարիները Հասմիկի համար, ասելով, որ երգչուհին այդ շրջանում նաև հոգեբանական բռնության է ենթարկվել։ Հասմիկն էլ հարցին անդրադառնալով պատասխանել էր. ավելի դժվար էին ոչ թե այդ 2 տարիները, այլ այն, ինչ կատարվեց հետո։ Ես երբեք բարդություններ չեմ ունեցել, բայց այդ 2 տարվա ընթացքում այնքան բարդություններ ձեռք բերեցի, որ հետ եկա և ինձ համար շատ դժվար դարձավ։ Ես ինքս ինձ էի կորցրել, իմ եսը։ Ամենադժվարը դա էր, թե չէ բոլորն էլ իրենց կյանքում ունենում են սեր, որը որ լավ չի ավարտվում։ Ես տարիների ընթացքում հասկացա, թե որքան լավ է, որ դու ունենում ես այդ փորձը, և ես իրականում շնորհակալ եմ այդ տարիներին։ Եթե այդ տարիները չլինեին, ես չէի զարգանա, առաջ չէի գնա, ինքս իմ մեջ ուժ չէի գտնի ինքնուրույն մարդ դառնալու և ի վերջո կայանալու իբրև արվեստի մարդ։ Ես ինձ կորցրի, որպեսզի ես ինձ գտնեմ։ Շատ ճնշող բաների միջով եմ անցել,
եթե ընտանիքս կողքից չլիներ, շատ վատ կլիներ, նշել էր երգչուհին։ Տարիներ առաջ Հասմիկի «Ես գնում եմ» սիրելիս երգը իսկական հիթ դարձավ եւ մինչ այսօր երգչուհու ամենահայտնի եւ սիրված երգերից է։ Հասմիկ Կարապետյանը նշել էր, որ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ այդ երգը ինքնակենսագրական ստեղծագործություն է։ Սա ինքնակենսագրական գործ է, միանշանակ, բոլորը գիտեն իմ կյանքի որ հատվածին է վերաբերում։ Իմ դեպքում սա պորտկում էր, ամբողջ այդ բացասական փոթորիկի դուրս բերումն էր իմ հոգուց։ Եթե ես այդ երգը չգրեի, ինձ հետ մի բան կլիներ երևի թե։ Դրա համար էլ այդ երգը նման ուժ ունի, դրա համար էլ դեռ լսում են։ Ես պարզապես նստել եմ դաշնամուրի առջև եւ խոսքերը եւ երաժշտությունը եկել են։ Ինձ համար դա շատ թանկ երգ է, որովհետեւ եկած երգ է։ Այդ երգի համար են մարդիկ դեռ գալիս իմ համերգներին։ Երևի թե դա իմ երգարվեստում ամենակայացած եւ ստացված գործն է, խոստովանել էր Հասմիկը։ Մահերը խոսելով Հասմիկի երգացանկի մասին ասել էր, որ նրա բոլոր երգերում շարունակում է տեսնել երգչուհու պատմությունը եւ չի կարծում, որ դրանք պատահական ընտրված երգեր են։ Հասմիկն էլ ընդգծել էր, որ բոլորն են այդպես կարծում։ Ես առաջ զարմանում էի, բայց էլ չեմ զարմանում։ Ուղղակի իմ էներգետիկան է այդպիսին։ Շատերը ինձ որպես կենսախինդ, ուրախ, շփտացող մարդ են ճանաչում, բայց ովքեր ինձ լավ գիտեն, որ ես այդ ուրախ մարդն եմ, բայց իրականում ես շատ տխուր մարդ եմ։ Ես միշտ սիրել եմ տխուր երգեր, իմ առաջին ստեղծագործությունը, որով ես մտա արձագանք ստուդիա, անպատասխան սիրո մասին էր, բայց այդ ժամանակ չկային այդ պատմություններն իմ կյանքում։ Պարզապես սիրո, ռոմանտիզմի հարցերում ես շատ տխուր եմ։ Հոգու մակարդակի վրա ես սիրում եմ երբեմն տառապել, որովհետև ցավոք այդ տառապանքի վրա սիրուն երգեր են ծնվում։ Երբ ես ուրախ եմ, ոչ մի երգ չեմ գրել։ Այդ տխրությունը միշտ էլ ինձ համար գրավիչ է եղել։ Տարիներ առաջ հանրության համար իսկական շոկ եղավ, երբ ամսագրերից մեկի շապիկին հայտնվեց Հասմիկ Կարապետյանի կիսամերկ լուսանկարը։ Զրույցի ընթացքում Հասմիկն անդրադարձել էր նաև այդ պատմությանը։ Երբեմն ես կարող եմ այնպիսի քայլեր անել, որ բոլորը զարմանան, շոկ ապրեն, չսպասեն ինձնից։ Այդ ժամանակ, երբ ես համաձայնվեցի այդ շապիկի համար նկարվել, 2 տարիներից հետոյի փուլն էր, երբ ես ցանկանում էի մենակ զրոյից սկսել իմ կարիերան։ Այդ ժամանակ ես ուզում էի ինչ-որ բարդություններ իմ մեջ հաղթահարել իբրև աղջիկ, իբրև կին, որովհետև այդ ժամանակ ինձ թվում էր, որ ես տգեղ եմ, գրավիչ չեմ, այսինքն ինձ ներշնչել էին այդպես։ Եվ իրադարձությունները կյանքի եւ որոշ մարդիկ շրջապատում այնպես էին արել, որ ես այդքան ցածր գնահատական ունենամ եւ ես փորձեցի հանել ինքս ինձ այդ վիճակից։ Ես ուժեղ կին եմ իրականում, որովհետև ինքս ինձ այնպիսի հոգեվիճակներից եմ դուրս բերել, որ ոչ մի հոգեբան, հոգեբույժ չէր կարող։ Իսկ հենց լուսանկարվելու պրոցեսի մասին պատմելիս Հասմիկն ասել էր. «Իմ ամբողջ մարմինը, մկաններս բռնված էին, ես այնպես էի ամաչում, թեպետ վարդի թերթիկները քույրս էր շարում, լուսանկարչուհին աղջիկ էր, կոմֆորտ էր։ Ես ինձ հակասող բան եմ արել, մի բան, որ հակասում էր իմ կերպարին, իմ մտածելակերպին, բայց ես դա արեցի, որ ինքս ինձ մի քիչ սկսեմ ավելի դուր գալ, որպեսզի շարունակեմ որպես երգչուհի»։ 2006 թվականին Հասմիկ Կարապետյանն ու Էմմին կիսեցին տարվա լավագույն երգչուհու տիտղոսը։ Արդեն տարիներ անց Հասմիկը խոստովանում է, որ դա անսպասելի էր իր համար։ Նա նաև խոստովանել էր, որ այդ մրցանակաբաշխության ընթացքում շատ է վրդովվել, երբ տեսել է, որ իր «Դու երբեք չես իմանա» երգի տեսահոլովակը ընդգրկված չի եղել տարվա լավագույն տեսահոլովակների ցանկում։ Հասմիկը նաև պատմել էր իր եւ ամուսնու Շանթի ծանոթության եւ հարաբերությունների մասին։ «Ես չեմ կարծում, որ ամուսինները կես են, նրանք տարբեր մոլորակներ են։ Աստված շատ լավ հասկացավ, ով պետք է լինի իմ կողքին, ինչ տեսակի տղամարդ, որպեսզի ընդունի իբրև արվեստի մարդ առաջինը եւ հանկարծ խոչընդոտ չհանդիսանա իմ երգարվեստում լինելու համար։ Դրանք ինձ համար շատ կարեւոր կետեր էին, որոնք որ եղան։ Ես դա կանչեցի, երևի թե դրա համար էլ եկավ։ Երբ Շանթը 14 տարեկան է եղել, ես 21, իմ նկարը իր սենյակի պատին է փակցված եղել, ես իր երազանքն եմ եղել։ Նույնիսկ երբ ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ եղել, ինքը ինձ գրել է, որ ուզում է ծանոթանալ ինձ հետ։ Ես ասել եմ, որ նշանված եմ, բայց ինքը միշտ հավատացել է իր այդ երազանքին, որը շատ անհասանելի է։ Չէին կարող 2 մարդ, մեկը երգչուհի, մյուսը Դեթրոյթում ապրող, մեկը Հայաստանում այդպես սահուն հանդիպեին։ Հասմիկը նաև նշել էր, որ Շանթն էլ նախկինում ամուսնացած է եղել եւ անգամ իր նախկին կնոջն ասել է, որ միակ մարդը, ում հետ կդավաճանի նրան, Հասմիկ Կարապետյանն է։
Ես այստեղ միստիկ ինչ-որ բան եմ տեսնում, որովհետև եթե սթափ դատենք, մենք չպիտի ամուսնանայինք, քանի որ տարբեր երկրներում էինք ապրում, ես ցանկություն էլ չունեի այնտեղ գնալու, եւ կա մի բան, ես նախախնամությանը հավատում եմ, որովհետև իմ կյանքում եղել են պահեր, որ ես ատամներով ուզել եմ պահել ինչ-որ բաներ, բայց եթե դա պիտի գնար, գնացել է։ Ես չէի ուզում ամուսնանալ ընդհանրապես, շատ ցանկանում էի, բայց պատրաստ էի, որ դա չի լինի իմ կյանքում, բայց եղավ։ Ես 90%-ով երկարվեստի մարդ եմ, իմ 10%-ն է տանկին ու մայրիկ։ Ես այսպես եմ խոսում, բայց ամեն ինչ հասցնում եմ կենցաղի հետ կապված, երեխաների հետ կապված։ Չեմ սիրում կենցաղ, բայց հասցնում եմ, որովհետև իմ մոտ զարգացած է պատասխանատվության զգացողությունը։ Եթե դու լույս աշխարհ ես բերել այդ երեխաներին, դու պարտավոր ես նրանց կողքին լինել եւ ամեն ինչ անել նրանց համար։ Երգչուհու խոսքով երեխաների հետ առաջին հանդիպումը շատ հուզիչ է եղել։ Հասմիկ Կարապետյանը նշել էր նաև, որ ժամանակը չի բուժում վերքերը։ Ժամանակը ոչ թե վերքերը բուժում է, այլ բթացնում է այդ վերքերը, այդ զգացողությունը, ինչը շատ լավ է։ Ժամանակը շատ լավ է անում, դա շատ արհեստավարժ։ Ես էլի ասել եմ ու կասեմ, միակ մարդը, ով կարող է քեզ օգնել, դու ես։ Վերքերը ապաքինված են, բայց սպի են, չի ներծծվում, որ դու ընկնում ես հիշողություններիդ գիրկը մի հատ վատ երևույթ է, ինքը նորից ուզում է բացվի, վերք դառնա, բայց դու չես թողնում, որովհետև ուժեղացել ես, գիտես դա ոնց են անում։ Միաժամանակ երգչուհին ընդգծել էր, որ ինքը ներում է մարդկանց ժամանակի ընթացքում։